երկար տարիներ, հարյուրամյակներ նույնիսկ Ստամբուլում, Կոստանդնուպոլիսում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը, որը բյուզանդական հանճարեղ ստեղծագործություն է, պատմաճարտարապետական հուշարձան, թուրքական իշխանությունները միշտ ուզեցել են դա դարձնել մզկիթ, չեն կարողացել։ Վերջին տասնամյակում սրանք կարողացան հասնել դրան։ Եվ Էրդողանի իշխանությունը դա դարձրեց մզկիթ եւ անունն էլ դրեցին Կապույտ մզկիթ իբր։ Դրա անունը եւ Հայաստանի, ես ցավում եմ, որ Հայաստանի լրատվական դաշտում կամ քաղաքական դաշտում նույնիսկ կան մարդիկ, որոնք անվանում են Կապույտ մզկիթ։ Երբևէ դա Կապույտ մզկիթ չի եղել, դա Սուրբ Սոֆիայի տաճարն է։ Եվ այնտեղ որևէ քրիստոնյա ղեկավար այդ հայտարարելուց հետո չի մտել։ Հորփրեք ամբողջ պատմությունը, քաղաքական անցուդարձը, որևէ քրիստոնյա ղեկավար չի մտել Սուրբ Սոֆիայի տաճարը վերանվանվելուց հետո։ Այս թշվառ այս տահակը գնաց անգամ ոտքերը հանեց ոտաբոբի։ Իսկ հայկական սրբության վրա, մեր եկեղեցիների վրա հարձակվում է հրոսակներով։ Ինչ անուն տաս սրան։ Ինչպես ասում են, չմեռանք, սա էլ տեսանք։ Տեր Աստված, դու մեզ փրկի չարից, որովհետև այս չարիքը պատել է ողջ Հայաստանը եւ մենք այս չարիքից ամեն գնով պետք է ազատվենք։